Մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուի անունը պարզ կդառնա փետրվարի 12-ին։ Արդեն որոշված է, թե ով է նա։ Իսկ մինչ այդ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է առաջիկա 5 տարվա տնտեսական բարեփոխման ծրագիրը։ Սա տնտեսական ծրագիր չի, սա մեր բոլորիս ապագան է։ Ասում են ստեղծելու են ուժեղ Հայաստան, ինչպես եւ կոչվում է իրենց կուսակցությունը։ 5 քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Առաջին քայլն աշխատատեղերի ստեղծումն է։ Նարեկ Կարապետյանն ասում է, ամենապահանջված բանը Հայաստանի մարզերում գործն է։ Խոստանում են ստեղծել 300,000 աշխատատեղ։ Եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով։ Փոքր բիզնեսների հարկերի վերացում, դեղորայքի գնիճեցում 20%-ով, տարեկան 2-ից 3,000 ընկերությունների հիմնում եւ գյուղերում մթերման կայանների ստեղծում։ Նախատեսում են նաեւ երիտասարդների տան հարցը լուծել։ Շուրջ 20,000 քաղաքացի մատչելի բնակարան կունենա։ Երկրորդը 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Հնարավոր չի լինելու ընդհանրապես որևէ բիզնես նույնիսկ հարկերից ազատելու պարագայում ամբողջությամբ ազատել վաճառությունից։ Մեր ձևովը չի խուսափում տնտեսական գործակցությունից, նույնիսկ Ադրբեջանի հետ։ ABC մեդիայի հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, շարժման համակարգողը պատասխանեց։ Հարավային Կովկասը դուրս է գալու ռազմականացված այս լարումից։ Մենք այդ օրը պետք է գա, բայց դա պետք է գա արդարության սկզբունքով, մարդկանց իրավունքների պաշտպանության սկզբունքով։ Գերիներին չխոշտանգեն այնտեղ, մենք այստեղ իրենցից ինչ-որ բան գնենք։ Եթե ուժեղ տնտեսություն, ապա նախ տնտեսական ճիշտ ռազմավարություն, գրագետ բանակցություններ, մրցունակ թիմ եւ աշխատանք։ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, ունեն ռեսուրսն ու գործիքները։ Իսկ քաղաքական հարցերը հետո, փետրվարի 12-ին, այդ օրն են տրվելու առանցքային հարցերի պատասխանները։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։